Սա 25-ամյա Մարիա Սարգսյանն է, ով արդեն 4 տարի ղեկավարում է իր ընտանիքի 27 տարվա բիզնեսը։ Խոսքը Ախալցիխեում գործող Մեսխեթի ընտանիք հացի փռի մասին է, որտեղ գրեթե 24 ժամ շարունակ թխվում եւ վաճառվում են մի քանի տեսակի հաց, խաչապուրի, լոբյանի եւ այլ արտադրանք։ Մարիա Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ընտանեկան բիզնեսի ընդլայնման, արտադրամասը Սխպլիսի գյուղից Ախալցիխ է տեղափոխելու եւ արտադրությունը զարգացնելու գործում։ Եվրամիության աջակցությամբ նա ստացել է 57,000 լարի դրամաշնոր նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորվել է նաև 50%-ով։ Դրա արդյունքում ձեռք են բերվել հացի վառարան, սայլակ, մետաղական դարակներ, խմորի կտրող եւ գնդակման սարքեր, մաղ, հացի կտրող փաթեթավորող սարք, գեներատոր, մետաղական հարթեցնող կլիմա հսկման եւ 46 մետաղական թավա, ինչը նպաստել է արտադրության ընդլայնմանը։ Նախկինում ամեն ինչ ձեռքով էինք անում՝ խմորի կտրում, կրկնակում, ձևավորում, դա բարդ էր եւ աշխատողների համար Եվրամիության աջակցությամբ մենք ձեռք բերեցինք խմորախառնիչ, կտրող գնդող սարք, այժմ աշխատողները շատ ավելի հեշտ են աշխատում, ավելի շատ են թխում։ Սկզբում Սարգսյանների ընտանիքը հաց էր արտադրում Ախալցիխեի Սխպլիսի գյուղում։ Արտադրամասը քաղաք տեղափոխելուց հետո ընդլայնվեց արտադրությունը։ Հացի հետ միասին սկսեցին արտադրել մի քանի տեսակի խաչապուրի, լոբյանի, ինչպես նաև հայկական եւ վրացական ավանդական խմորեղեն, տորթեր, թխվածներ եւ այլ քաղցրավենիք։ Բիզնեսը սկսեցինք հացի արտադրությունից, սկզբում հացն արտադրում էինք Սխպլիսի գյուղում։ Տարիներ անց որոշեցինք տեղափոխել բիզնեսը քաղաք։ Այդ գաղափարի իրականացմանը մեզ օգնեց Եվրամիությունը։ Քաղաք տեղափոխվելուց հետո սկսեցինք աստիճանաբար արտադրել տարբեր քաղցրավենիքներ եւս։ Բացի այդ, Մարիա Սարգսյանը նշում է, որ թե սկզբում միայն 2 աշխատակից ունեին, ապա Եվրամիության ֆինանսական աջակցությունից հետո աշխատակիցների թիվը հասավ մինչև 15-ի։ Նրանց թվում կան մարդիկ, ովքեր նախկինում աշխատանքային նպատակով սեզոնային կերպով մեկնում էին արտերկիր։ Մեր աշխատողները տեղացիներ են, ոմանք նախկինում գնում էին արտերկիր աշխատելու, այժմ երբ տեղում առաջացել են աշխատատեղեր, նրանք մնում են իրենց ընտանիքների հետ։ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված քաղաքացիական հասարակության հզորացում սոցիալական, տնտեսական եւ քաղաքական կյանքում հավասար եւ լիարժեք մասնակցության համար ծրագրի շրջանակում Սամցխե Ջավախքում ֆինանսավորվել է 36 եւ Քվեմոքարտլիում 33 փոքր եւ միջին բիզնես դրամաշնորհի նվազագույն չափը կազմել է 2600 լարի, իսկ առավելագույնը 171,000 լարի։ Ծրագրի շրջանակում ֆինանսավորվել են մեսխետական հացի արտադրամաս, հյուրասիրության եւ վարպետության դասերի հնարավորությամբ հացաբուլկեղեն արտադրողները, աղցաններ, կարի արտադրամասեր, գեղեցկության, էսթետիկայի կենտրոններ եւ այլն։